Երկրաշարժի ժամանակ, եթե գտնվում եք բարձրահարկ շենքի նկուղային առաջին եւ երկրորդ հարկերում, ապա վերցրեք նախապես պատրաստած առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը եւ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից։ Հեռացեք դեպի բաց տարածություն։ Երրորդ եւ ավելի բարձր հարկերում գտնվելու դեպքում շենքից դուրս մի եկեք, աստիճանները կարող են խցանված լինել։ Եթե չեք կարող լքել շինությունը, վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով պայուսակը եւ ընդունեք կքանստած դիրք շենքի ներքին կրող հիմնական պատերի, դրանցով կազմված անկյունների, այդ իսկ պատերում առկա դռան բացվածքների ներքո գլխավերևում պահելով աթոռ, պայուսակ կամ այլ առարկա։ Նաև կարելի է մտնել հիմնական կրող պատին մոտ գտնվող սեղանի տակ։ Եթե անվասայլակով եք, ապա մոտեցեք ներքին հիմնական կրող պատին, կողպեք անիվները, որպեսզի անվասայլակն անշարժանա։ Գլխավերևում ամուր առարկա պահեք ծեփակտորներից պաշտպանվելու նպատակով։ Հեռու մնացեք պատուհաններից եւ շենքի արտաքին պատերից, դրանք փլվում են առաջին հերթին։ Զգուշացեք ծանր ու մեծածավալ առարկաներից, պահարաններից, սառնարաններից, որոնք կարող են տեղաշարժվել կամ շրջվել։ Ցնցումների ավարտից հետո փորձեք դուրս գալ շենքից նախապես որոշված ճանապարհով։ Մի օգտվեք վերելակից։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք փողոցում, հեռացեք շենքից, կամուրջներից եւ էլեկտրասյուներից հեռու դեպի անվտանգ տարածություն։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք ընթացող տրանսպորտում, դանդաղեցրեք ավտոմեքենայի ընթացքը եւ շարժվեք ճանապարհի աջ կողմով։ Կանգ առեք համեմատաբար բաց տարածությունում, կամուրջներից, բարձրահարկերից եւ էլեկտրասյուներից հեռու։ Եթե երկրաշարժի ժամանակ գտնվում եք մետրոյում, ցնցման ժամանակ ամուր բռնվեք երկաթե ծողերից։ Հնարավոր է, որ հոսանքն անջատվի, գնացքը ժամանակավորապես կանգնի, ինքնաբերաբար միանան վթարային լամպերը։ Հետևեք կայարանի բարձրախոսով տրվող ցուցումներին։ Եթե արթնացել եք ստորգետնյա ցնցումներից, ոչ մի դեպքում մի օգտվեք էլեկտրականությունից։ Մի օգտագործեք լուցկի կամ գազայրիչ, քանի որ գազատարը կարող է վնասված լինել։ Վերցրեք առաջին անհրաժեշտության իրերով նախապես պատրաստած պայուսակը եւ գործեք նախորդ կետերում նշված կանոնների համաձայն։